Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առավոտը շարունակում է իր զրույցները հոգևոր ընտրության մասին։ Մարդիկ հաճախ ասում են, ես կորցրել եմ հավատը։ Դա կոռեկտ արտահայտություն չէ։ Հավատը, եթե պինդ է, եթե իսկական հավատ է, ոչ միտեղ չի կորում։ Այլ հարց, որ մենք կասկածներ ունենք։ Եթե մեզ հետ ինչ-որ մի բան է պատահում, սկսած մանր անախորժությունից եւ վերջացած մեծ արհավիրքով, մենք ասում ենք, Աստվածին, ինչի համար։ Հին կտակարանում դրա մասին կա Հոբի պատմությունը։ Հոբի պատմությունը առակ է տառապանքի, դրա իմաստի մասին։ Հոբը կարելի ասել գրական կերպար է։ Եվ պատմության սկիզբը, որտեղ Աստվածն ու Սատանան վիճում են այն մասին, թե արդյոք դժբախտությունների դեպքում Հոբը հավատարիմ կմնա Աստծուն, դա զուտ գեղարվեստական հնարք է։ Իդեպ, որոշ աստվածաբաններ ասում են, որ վեճը Սատանայի հետ չի, չնայած բնագրում գրված է Սատան, բառացի թարգմանությամբ թշնամի։ Բայց ինչու պետք է Սատանան գա Աստծո մոտ եւ ինչ-որ բաներ քննարկի։ Կարծում եմ դա առակի շարադրությունն է։ Կարծում եմ, որ առակի շարադրանքը, այսպես ասած, թեական է։ Եկեք ենթադրենք, որ նման բան տեղի ունեցավ։ Եկեք փորձ տնենք մարդը բարեպաշտ է ինչ-որ շահի համար, թե որոշակի գաղափարի համար։ Հոբը բարեպաշտ առաքինի աստվածավախ մարդ է։ Մեծ ունեցվածքի եւ լավ ընտանիքի 7 տղայի եւ 3 աղջկա տեր է։ Նա 100%-ով զուրկ է մեղքերից, չնայած իրականում այդպիսի մարդիկ չկան եւ հենց Աստվածաշունչն է բազմիցս հաստատում դա։ Բայց դարձյալ առակն ասում է, ենթադրենք, որ դա այդպես է։ Տեսնենք ինչ է ստացվելու։ Հոբի կյանքում տեղի է ունենում մեծ աղետ, որը որևէ ռացիոնալ պատճառներով պայմանավորված չէ։ Հոբը զրկվում է իր ամբողջ ունեցվածքից, երեխաներից, տնից, ծառաներից, նախրիներից, առողջությունից, պատվից, ամեն ինչից զրկվում է։ Նրա ամբողջ մարմինը ծածկվում է սարսափելի խոցերով, որոնք թարախակալում են, այնպես որ նա խեցեղենի կտորով իր մարմինը քերում է այդ թարախից։ Եվ ահա Հոբը նստած է գետնին, հիվանդ, մերկ, նվաստացած, անտուն, եւ ցանկանում է Աստծուց իմանալ, հասկանալ, թե ինչու եկավ այդ արհավիրքը։ Միթե դա արդար է։ Պատմության հիմնական մասը բանավեճն է, որը Հոբը վարում է իրեն այցելության եկած բարեկամների հետ։ Հետո նրանց միանում է 4-րդը։ Այդ բարեկամները, իդեպ, սովորական պատահական մարդիկ չեն։ Նրանք ցեղախմբերի առաջնորդներ են եւ փորձում են ապացուցել, որ ամեն ինչ օրինաչափ է, որ բոլոր իրադարձությունների համար կա ռացիոնալ բացատրություն, պատճառահետևանքային կապեր կան եւ հետեւաբար Հոբը ինչ որ բան արած կլինի, որ Աստված նրան պատժում է։ 4-րդ բարեկամի երիտասարդ Եղյուսի կարծիքը փոքր-ինչ տարբեր է։ Նա փորձում է համոզել, որ տառապանքը կարող է որևէ պատճառ չունենալ, պատիժ չլինել, բայց կարող է լինել ուղղորդում, որ մարդը իր ներսում ինչ որ մի բան փոխի։ Հոբը կտրականապես մերժում է այդ բոլոր ենթադրությունները եւ ամբողջ բանավեճի ընթացքում պնդում է, որ մեղավոր չէ։ Աստվածային շունչը ապրում է իմ ռնգների մեջ, ասում է նա իր բարեկամներին։ Նրանք պնդում են, որ ապաշխարի Հոբը եւ ամեն ինչ լավ կլինի, իսկ Հոբը նրանց հակաճառում է. ոչ, ես ոչ մի մեղք չեմ գործել եւ ապաշխարելու առիթ էլ չունեմ։ Այդ բանավեճն ավարտվում է նրանով, որ դրան միջամտում է Աստված։ Եվ նա ուղղակիորեն չի բացատրում, թե ինչու է Հոբը տառապում։ Նա հարցեր է տալիս, որոնք կոչված են բացահայտել, թե ով է Աստված, ով է ստեղծել տիեզերքը, մարդկանց, կենդանիներին, բնությունը եւ այլն։ Դրանով Աստված ուզում է ասել, որ աշխարհը, որը նա ստեղծել է, շատ ավելի բարդ է, քան Հոբը կամ ցանկացած այլ մարդ կարող է պատկերացնել։ Եվ արդարության եւ անարդարության հարցերը նույնպես շատ բարդ են։ Դրանք մեր իմացության, մեր հասկանալուց վեր են։ Աստված չի համաձայնում այսպիսով Հոբի բարեկամների հետ, որ Հոբը ինչ որ բանում մեղավոր է։ Աստված պարզապես հորդորում է, որ մենք բոլորս ավելի խորը հասկանանք աստվածային կարգը եւ ընդունենք նաեւ, որ կան գաղտնիքներ, որոնք մենք մինչեւ վերջ չեն կարող վերցանել։ Եվ Հոբը վերջում խոստովանում է, որ չէր հասկանում, թե ինչեր է խոսում եւ ասում է. ահա դրա համար ես իսկույն ամաչեցի եւ հալածեցի ինձ փոշու եւ մոխրի մեջ։ Դրանից հետո Աստված վերադարձնում է Հոբին նրա բարիքները, հարստությունները, այդ թվում նա նորից երեխաներ է ունենում։
Բայց ի վերջո ինչու էր Աստված տառապանք ուղարկել Հոբին։ Մեղքերն այստեղ կապ չունեն։ Եվ այդպիսով Հոբի բարեկամների տեսությունը հերկվում է։ Այս գրքում տվյալ հարցին ուղիղ պատասխան, ինչպես ասացի, չկա։ Գուցե իսկապես փորձում է մարդու հավատարմությունը, անշահախնդրությունը։ Այսինքն պետք է հավատալ Աստծուն, ոչ թե նրա միջոցով բարիքների իրականացմանը։ Գուցե նաև ցույց տալու համար մեր մտածողության սահմանափակ լինելը։ Աստվածաբաններից շատերը կարծում են, որ Հոբի գիրքը ամենամոտն է նոր կտակարանին, որտեղ համաձայնեք ամեն ինչ ավելի պարզ է շարադրված, ավելի հասկանալի լեզվով է շարադրված մեզ համար։ Եվ դա բնական է, որովհետև Քրիստոս գալիս է մարդկանց մեջ, մեր մեջ, եւ տառապում է որպես մարդ։ Այդպիսով տառապանքի իմաստը մեզ համար ավելի հասկանալի դարձնելու համար։ Ինչպես որ դա ձևակերպել է Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղված իր նամակում։ Նեղությունը, այսինքն տառապանքը, համբերություն է բերում, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս։ Այնպես չէ, որ բարի գործեր անելը ազատում է մեզ տառապանքից։ Դա չափից դուրս պարզունակ մոտեցում է։ Եվ այնպես էլ չէ, որ տառապանքը ուղարկվում է միայն չար մարդկանց։ Արևը ծագում է եւ բարի եւ չար մարդկանց համար։ Փորձենք տառապանքի միջոցով ձեռք բերել փորձ եւ ի վերջո հույս, թե ակնկալենք, որ ամեն մի բարի գործի համար մենք կստանանք ճակերտավոր արդար փոխհատուցում։ Ընտրությունը մերն է։